Շարունակ մի առավոտլուսու վիկենդ է։ Իսկ այս պահին ուզում ենք արդեն սիրով ներկայացնել մեր այսօրվա հաջորդ հյուրին։ Մեր տաղավարում է դերասանուհի Գեղեցկուհի Թամարա Գևորգյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Հետաքրքիր է, այսօր ոնց է սկսվել ձեր առավոտը, Թամարա։ Առավոտը, ինչպես մնացած բոլոր առավոտները, ես լինելով այսպես աշխատանքի մոլի երկրպագու, առավոտյան արթնացել եմ արդեն աշխատանքային պլաններս գծելով, թե ինչ պետք է անեմ, եւ բնականաբար լավագույն կետերից մեկը ձեզ մոտ հյուր լինելն էր։ Իսկ ինչպես են սովորաբար սկսվում ձեր հանգստյան օրերը, եթե ունենում եք իհարկե հանգստյան օրեր, եւ ինչպես եք սիրում անցկացնել այն։ Երևի գաղտնիք չեմ բացի, քանի որ նույն ասպարեզից ենք, որ մեզ մոտ որպես այդպիսին հանգստյան օրեր չեն լինում, հա, ֆիքսված հատկապես։ Ցավոտ կողմին։ Դե ստիպված եմ, կյանքն է ստիպում։ Այդպես ֆիքսված օրեր չունենք։ Հանգստյան օրերը ստացվում է շատ սպոնտան, հա, նկարանում է դուրս գալիս կամ չգիտեմ, փորձ է հետաձգվում եւ ստացվում է, որ հանգստյան օրեր ու ես վերջերս ֆիքսել եմ, որ ես հանգստյան օրերի մասին իմանում եմ օրվա կեսից, որ այսօր ազատ եմ։ Բնականաբար մենք մեր գրաֆիկը այդքան էլ չենք տիրապետում, մեր ձեռքերում չի։ Սիրում եմ անցկացնել երևի արդեն տարիքի հետ, ինչեց ոնց որ մի 40 անց եմ, բայց չէ, ինչքան մեծանում ես, այնքան ուզում ես տանը, չգիտեմ, հիմար թոք շոուներ նայելով։ Հանգստի կողմնակից եք։ Այո, հիմար ոչ մի բան մտածել չստիպող ֆիլմեր նայելով, որ ոչ մի վերլուծություններ չանես, ոչ մի դրամաներ չապրես, այդպես ավելի հանգիստ։ Մենք ընկերներով ես վերջերս նոր պոպկորն ֆիլմեր, որտեղ ոչ մի բան չստիպի դուրս գալիս մոռանաս արդեն։ Հա, ընդամենը որ այդ պահին ցենց հանգստանաս կամ գուցե նաև ինչու՞ չէ, թե օրվա վերջը քնես։ Իսկ կա Հայաստանում ինչ որ վայրեր, գուցե շատ են էլի վայրեր, որ սովորաբար սիրում եք գնալ զբոսնել, հանգստանալ կամ այցելել։ Երևի վայրերը չեն, ինչքան մարդիկ են, մարդկանց հետ կան կոնկրետ մարդիկ, որոնց հետ ես իմ հանգիստը շատ լավ եմ անցկացնում, շատ կոմֆորտ զոնայում եմ գտնվում։ Իմ սիրելի, իմ հարազատ մարդկանց հետ ցանկացած վայրում կարծում եմ ինձ համար հաճելի կլինի հանգստանալ։ Իսկ այս նկարի մասին ինչ կասեք, նկարների։ Այս նկարները արվել են աշխատանքային այցի արդյունքում։ Իսկ մենք մտածեցինք, որ գուցե գնացել եք հանգստանալու։ Մենք գնացել էինք Հրեշ լուսնի վրա ներկայացումը, խաղացինք Մկրտիչ Արզումանյանի հետ Կապան քաղաքում եւ վերադարձի ճանապարհին դե անտարբեր անցնել այս տեսարանի կողքով անհնար է, ինքներդ կփաստեք։ Իհարկե։ Սա սոցիալական ցանցերում ձեր հրապարակված լուսանկարներն են։ Բավականին ակտիվ եք սոցիալական ցանցերում եւ հանձինս ձեզ ունեք մեծ հետևորդներ եւ հրապարակումներ եք անում ձեր ոճով, ձեր խոսքով, ձեր կարծիքով ազդեցություն ունեք ձեր հետևորդների վրա եւ ինչպես եք որոշում ինչ բովանդակություն հրապարակել սոցիալական ցանցերում։ Ես չեմ մտածել դրա մասին երբեք։ Այսինքն ես տեղադրում եմ այն ամեն ինչի, ինչ այդ պահին իմ աչքին հաճելի է, այդ պահին ինչով որ զբաղված եմ, այսինքն իմ սոցիալական ցանցերում իմեջերը, դրանք իմ կյանքի շատ ճիշտ արտացոլումն են, այսինքն ես եթե տեսել եմ այդ տեսարանից դուր եկել, ես տեղադրում եմ առանց մտածելու վայ ինչ կգրեմ, վայ ինչ անեմ, որ հետաքրքիր լինի աուդիտորիային, հատկապես Նինա ջան ասացիք, որ ես ակտիվ եմ, այդքան էլ ակտիվ չեմ, կարելի էր ավելի ակտիվ լինել, որովհետև սոցիալական ցանցերի կարևորությունը մեր մասնագիտության մեջ շատ վերջերս եմ ընդունել եւ համակերպվել, որովհետև մի քիչ ուրիշ դպրոց Նիկոլայ Ծատրյանի դպրոցն եմ անցել ու ինքը միշտ ասում էր դերասանուհին մի քիչ ավելի ուրիշ տեղ է, այդ ինչ է այդ պարում եք այդ ձեր վիդեոների մեջ այդ ինչ վիդեոներ եք անում, ես ընդունում եմ իր ասածը նաև, որովհետև իր ժամանակներին թողներից պարոն Ծատրյանը դա շատ ավելի համահունչ էր։ Հիմա այո, պիտի ընդունենք, որ համացանցը մեր կյանքում կա ու շատ մեծ դեր ունի, ու հիմա փորձում եմ այդ բացը տարիների լրացնել, որ երբեք չեմ զբաղվել իմ էջերով, հիմա փորձում եմ քիչ-քիչ ակտիվանալ։ Այստեղից հետևություն, որ Թամարա Գևորգյանը ինչպեսին կա կյանքում, այնպեսին էլ նույնը սոցհարթակներում է։ Դե միանշանակ ամբողջովին իրական այսպես իրատեսական պատկերը չի, բայց հա մեծ մասը, որովհետև շատ չեմ մտածում ու մի ժամանակ կար, որ որոշել էի մի քիչ ակտիվ լինել, սկսել էի դետալային մտածել, հասկացա, որ դա հանկեղծ չես թե դու քո հետ, թե քո աուդիտորիայի հետ, ու ինչքան կենթանի ես, ինչքան իրական ես, ինչքան միս ու արյուն ես ցույց տալիս, այնքան մարդիկ հասկանում են, որ դու իրենցից մեկն ես, սովորական մարդ ես ու այդքան ավելի այդ էներգիան մարդկանց բերում է դեպի քեզ։ Իսկ բախվում եք մեկնաբանությունների, որոնք այդքան էլ հաճելի չեն։ Քննադատությունների, սուր մեկնաբանությունների լինում են արդյոք։
որպես այդպեսին իմ կերպար այդպես պրովոկացիոն չի, այսինքն ես որպես դերասանուհի պրովոկացիոն չեմ, որպեսզի շատ հաճախ հանդիպեմ մեկնաբանությունների, երբեմն լինում են, երբ որ հարցազրույցների ընդհանուր տեքստից դուրս ինչ որ հատվածներ են կտրում, տեղադրում, որ այդքան էլ իմ միտքը այդպեսին չէր եղել ու մարդիկ միանշանակ մենք սիրում ենք միանգամից հարձակվել, բայց ես կարծում եմ, որ երջանիկ մարդը չար մեկնաբանություն չի գրում ու այդ պարագայում ուրախ եմ, որ ես չեմ գրում, որովհետև դե երևի երջանիկ եմ, որ չեմ խորանում, թե ով ինչ է անում, որ քննադատեմ։ Այսինքն եթե նույնիսկ որ ներողություն, որ լինում էլ է արձագանք ձեր կողմից չկա։ Չէ, մի ժամանակ շատ ծանր էի տանում, տարիներ առաջ, մտածում էի, որ պետք է բոլորին ապացուցել, որ ես այդպիսինը չեմ, ես նման բան չեմ ասել, հետո հասկացա, որ դա նույնն է, ինչ թեքվեմ այս պատի հետ զրուցեմ երկար ու բացատրեմ, որ չէ, իրականում ես այդպիսին չեմ, ու իմ շատ հարազատ Լալա Մնացականյանը ինձ շատ խորհուրդներ է տվել այդ առումով, ասաց մի օր, եթե դու տեսնես, որ փողոցում չգիտեմ, այդպես խմիչքի ազդեցության տակ մեկ ով պարկած է հատակին, քո հետևից գոռում է հիմար։ Դու կթեքվես ու իրեն երկար կբացատրես, որ դու հիմար չես։ Ասեցի, չէ, երևի կանցնեմ, ասես նույնը պիտի անել այդ մարդկանց հետ ուղղակի անցնել, որովհետև այդ մարդիկ այդ կարգավիճակում են պատկերացրու։ Եթե կան խելացի քննադատություններ, այսինքն այստեղ այս լավ չխաղացիք, այստեղ այսպես է, բայց երբ որ անձնական, ինչ որ շատ ճղճիմ անձնական խոհանոց մտնող մեկնաբանություններ են, ընտանիքին վերաբերվող, արտաքինին վերաբերվող մեկնաբանություններ են, ես ուղղակի անցնում եմ առաջ։ Շատ հետաքրքիր, ձեր Instagram-յան էջում մի անգամ նշել եք, որ ձեր բնավորության գծերից մեկը այն է, որ դուք բավականին համառ եք եւ ինչ որ բան անելու համար ձեզ բավարար է ասել, որ դա ձեզ մոտ չի հաջողվի։ Կան մարտահրավերներ, տպավորիչ եւ հիշարժան, որոնք եղել են ձեր կյանքում հենց այդ շարժառիթով եւ հաղթահարել եք դա։ Ես պարտություններ տանել չեմ կարողանում, դրա համար մրցութային ոչ մի բանի երբեք իմ կյանքում չեմ մասնակցել, որովհետեւ եթե ես պարտվեմ, ես բոլորի հետ կկռվեմ, կգնամ տուն։ Այդ ժյուրիի հետ կկռվեմ, մասնակիցների հետ կկռվեմ, ես ինձ լավ եմ ճանաչում այդ առումով, պարտություններ չեմ սիրում, բայց երևի լավագույն մարտահրավերը էլի կլինի Նիկոլայ Ծատուրյանի հետ կապված, որ որոշել է ինստիտուտից դուրս գալ առաջին կուրսում, ու ինքը ինձ այդպես շատ կոպիտ բայց բահեց կուրսում, ասաց, որ եթե այդքան կաս, մնա ու հաղթի, այդ ինձ շատ մեծ ապտակ էր, որ ոնց ուրեմն ես այդքան չկամ, որ ես հաղթահարեմ, շատ երկար տարիներ հիշել եմ ես այդ մեր խոսակցությունը ու երևի լավագույն ապտակներից մեկը դա է եղել։ Ինչն էր դրդել ձեզ դուրս գալի, եթե գաղտնիք չի։ Տարբեր իրականություններից, տարբեր ուրիշ իրականությունից նոր իրականություն գալը, որովհետև ես դե մեծացել եմ փոքր Արթիկ քաղաքում, դեռիվ ուրիշ իրականության մեջ ու եկել էի ավելի ինձ համար խորտ միջավայր, շատ բաներ ինձ համար նոր էին, դե ես էլ 16 տարեկան, շատ բաներ ինձ համար խորտ էին, շատ բաներ անընդունելի էին, շատ բաներ ընդունելի էին, բայց այդքան էլ չէի հասկանում, որ դրանք ընդունելի էին, պես ուրիշ տեղ էի հայտնվել։ Գանք դեպի արդեն լրիվ այլ աշխարհ, արդյոք այդ համառությունը նաև օգնում է ձեզ նոր սկսնակ երեխաներին, ովքեր իրենց առաջին քայլն են անում, ինչ խորհուրդներ դուք եք տալիս այդ երեխաներին, ինչ եք սովորեցնում կամ դուք ինչ եք սովորում երեխաներից։ Ինչպես եք սովորեցնում նրանց ընդունել մարտահրավերները եւ դրանք հաղթահարել։ Մարտահրավերներ ընդունել այս նոր սերնդին կարիք չկա, կարծում եմ, սովորեցնել, որովհետև մենք եթե ծնվել ենք այսպես 10-րդ ծանդղակի վրա, իրենք ծնվել են 60-րդի վրա, արդեն իրենք ինքստինքյան մի հատ այնպիսի տեղ են, իրանց հետ շփվելով եմ դա փաստում, որ իրանք այնպիսի տեղ են, որ իրենք փակ ականջներով եւ աչքերով գնում են դեպի իրենց նպատակը։ Եթե լինում են ուսանողների մեջ մարդիկ, ովքեր որ մի փոքր ավելի կոմպլեքսավորված են, մի փոքր ավելի վախենում են սխալվելուց, ես միշտ ասում եմ, որ մեր լսարանը, մեր ստուդիան ստեղծված է սխալվելու համար եւ մեր մասնագիտության մեջ հատկապես, եթե մարդիկ գնում են գործի, մենք գնում ենք փորձի։ Մենք գնում ենք փորձելու, իսկ փորձը ինքնին ենթադրում է, որ գուցե եւ չստացվի, գուցե եւ վատ լինի։ Այնպես որ մեր մասնագիտության մարդիկ պիտի ամբողջ կյանքում համակերպվեն այն մտքի հետ, որ մենք պիտի անընդհատ սխալվենք։ Բայց այս ուղղությունը արդյոք ձեր սրտով է, ձեզ կոմֆորտ է։ Որ ուղղություն։ Հոգի հարազատ։ Երեխաներին կրթել է։ Հա, շատ, որովհետև ինստիտուտի տարիներից
այսպես առնչվելով շատ անարդարությունների հետ, ես միշտ մտածել եմ, որ օրինակ շնորհալի մարդուն ես այդպես շնորհալի մարդու հետ այդպես չէի վարվի, այդպես չէի դաստիարակի ու իմ երազանքն է եղել աշխատել ուսանողների հետ, հա շատ մեծ սիրով եմ աշխատում ու ամեն անգամ արդյունք գրանցելուց մեծ հուզմունք եմ ապրում, այն աստիճան, որ երբեմն երբ որ նույնիսկ երեխաների ներկայացման ժամանակ երաժշտությունը ես պիտի միացնեմ, ինձ այդպես փոքրիկ հանձնարարություն են տալիս դասախոսները, ես մոռանում նայում եմ երեխաներին հիանում եմ նրանցով ու երաժշտությունը չեմ միացնում։ Անջատվում ու նայում եմ, թե ինչքան լավն են, ինչքան համով են բեմում ու բոլորը ինձ են նայում, որ գերտ համար այ երաժշտությունը։ Ամեն դեպքում, բայց շատ հագեցած գրաֆիկ ունեք, համ երեխաներին կրթելու, համ ներկայացումներում հանդես գալու, համ նկարահանումների եք մասնակցում։ Այս տարի բավականին կարծես թե հագեցած է եղել կարիերայի առումով, ինչ ձեռքբերումներ եք ունեցել 2025 թվականին։ Ձեռքբերումները ես ձեռքբերումներից երևի ամենակարևորներից մեկը այն էր, որ եթե մի բանը չի ստացվում, պետք է թողնել։ Ես այդ համառությանը հակառակ մի բան ասեմ, հա, որովհետև իմ բնավորության համաձայն պիտի մինչև վերջ գնամ, պիտի մինչև վերջ, թեկուզ առողջության գնով, թեկուզ նյարդերի գնով, բայց եղավ մի նախագիծ, որ ես հասկացա, որ եթե չի ստացվում, պիտի թողնել ու երևի դա մեծ թեթևություն տվեց ինձ, որ հնարավոր է եւ չստացվի։ Ես իմ ուսանողներին եմ խորհուրդ տալիս, ասում եմ՝ մի վախեցեք սխալվելուց, բայց երևի իմ լավագույն դասներ, որ ոչինչ սխալվեցի, չստացվեց։ Եվ քանի որ 2025-ը հաստատուն քայլերով մոտենում է արդեն իր ավարտին, մեզ շատ հետաքրքիր է ինչպիսի տարի էր ձեզ համար 2025-ը եւ ինչ սպասելիքներ ունեք 2026-ից արդեն։ 2025-ը ցնցումներով լի տարի էր, այսպես կյանքը գլխի վար, այսպես շուռ տվող տարի էր, անսպասելի մարդկանց կորուստներ, անսպասելի մարդկանց մուտք դեպի քո կյանք, այն ամեն ինչը, ինչ որ ես 25 թվականի սկզբում մտածում էի, որ մնայուն ու հաստատուն է իմ կյանքում, հիմա 26-ին արդեն երբ որ մոտենում ենք, նայում եմ, տեսնում եմ, որ այդ ամեն ինչից ոչինչ չկա, բայց շատ կարևոր տարի էր այդ առումով, որ պիտի ընդունել իրավիճակը այնպիսին, ինչպիսին կա, սխալվել ես, ոչինչ, չի ստացվել, ոչինչ, մարդիկ գնում են, այո, պիտի գնան, այդպես։ Բայց ամեն դեպքում ես ուզում եմ իմ հարցի պատասխանը ունենամ։ 2025 թվականի ամենակարևոր մասնագիտական ձեռքբերումները որոնք են եղել, որոնք կառանձնացնեք։ Ամենակարևոր մասնագիտական շեշտենք, իմ ստուդիան մեծացավ, շատ մեծացավ, կրկնակի մեծացավ, նույնիսկ եռակի, դա էլ էր իմ երազանքը, որովհետև ես ուզում էի շատ լավ պայմաններ ստեղծել ուսանողների համար, եւ ուսանողների քանակը եռակի մեծացավ, մենք մի քանի ներկայացումներ հանձնեցինք, հիմա սկսեցի աշխատել նոր ներկայացման վրա արդեն որպես պրոդյուսեր, կարծում եմ 2026-ին արդեն կտեսնենք բեմում, եւ երևի այդքան է, քիչ չի, չէ։ Չէ, քիչ չի։ Դա մի ամբողջ տարվա աշխատանքի մասին է խոսքը, իհարկե քիչ չի։ Մենք նաև ձեզ համար նախապատրաստել ենք բլից հարցեր, Թամարա։ Թեթև սիրուն կիրակնորյա բլից հարցեր են։ Առաջարկում եմ սկսենք Ռուբենի Սկսենք, այսօր իրականում շատ ենք խոսել ֆիլմերից ու հատկապես ուժեղ մարդկանց եւ նրանց այսպես հաղթահարած բարդությունների մասին պատմող կինոնկարներից, եթե ձեր կյանքի մասին ֆիլմ նկարահանվեր, ապա ինչպես կկոչվեր այն։ Ոյ, այս բլից հաճե պիտի արագ պատասխանեմ։ Դե եկեք շեղվենք երևի համառը։ Համառը։ Համառը առաջինյա եթերում։ Ճիշտ է, դուք նշել եք էլի ձեր Instagram-յան էջում, որ ֆիլմերի անունները մեկ լավ չեք հիշում, բայց մենք պիտի ձեզ խնդրենք մտաբերել առնվազն 3 ֆիլմ ձեր ամենասիրելի ֆիլմերից, որը խորհուրդ եք տալիս մեր հեռուստադիտողներին անպայման դիտել։ Անպայման դիտել։ Ոյ, մեկ գումարած մեկ ֆիլմը, որ ես շատ եմ սիրում սև հումորը ֆիլմի մեջ, առհասարակ հումորը, ցանկացած դրամատիկ, նույնիսկ տեսարաններում, դրամատիկ ներկայացումներում, որ հումոր չի լինում, այդ շատ տխուր է։ Երևի թռիչքը քվի բնի վրայով, Ջեք Նիկոլսոնն էր խաղում, եթե չեմ սխալվում, եւ երևի վերջերս շատ տպավորվել եմ մի սերիալով, ինչու են կանայք սպանում։ Որ շատ հետաքրքիր է եղել ինձ համար։ Ես դա ավելի սպանում եմ։ Շատ հետաքրքիր սերիալ է։ Մենք ընդունում եւ հետո էլ հարցի պատը ինչու են սպանում։ Հա, հետաքրքրվում ենք ինչու։ Հա, եթե հաճախ հետաքրքրվեք ինչու, գուցեև դադարեն սպանել։ Գիրք, որը ձեր անձի ձևավորման վրա մեծ ներազդեցություն է ունեցել եւ որը խորհուրդ եք տալիս կարդալ։
Հեղինակին գուցե սխալ հիշեմ, բայց Մոլեգին հողմերի դարավանդը ուսանողական տարիներին, երբ որ այդ գիրքը կարդացի, ես այսպես փակում էի, որ շուտ չավարտվի գիրքը, ասում էի լավ 10 էջն էլ վաղը, որ զգում էի, որ արդեն մոտենում է ավարտին, չէի ուզում ավարտվեր։ Այդ էմոցիաները երևի սիրահարեցրին ինձ գրականությանը։ Իսկ սիրելի հայ գրող Հայ գրող շատ են, դե մենք հայկական պոեզիան եմ շատ սիրում, բայց գլխավերևում երևի Չարենց եւ Համոսայան։ Դեր կերպար, որի մասին երազում եք։ Ցանկացած կերպար, որը ասելուք ունի, խաղալու հնարավորություն ունի, խաղալու տեղ ունի, այսպես մասնագիտական ասեմ, ինձ հետաքրքիր է։ Իսկ կա որևէ պիես կամ ստեղծագործություն, որ կարդում եք ու ասում եք, օհ, ես կուզեի տրամվայ Ինձ համար է ցանկության գրված։ ստեղծագործության բլանշը լինել։ Չէ, որովհետև ես ինչքան կերպարները կապ ունեն ինձ հետ, այնքան անհետաքրքիր են ինձ համար։ Ինչքան Թամարայի հետ կերպարը կապ ունի, այնքան անհետաքրքիր է ինձ, ավելի հետաքրքիր են կերպարներ, որոնք իմ համար շատ խորթ են ու անհասկանալի։ լավ։ Շատ լավ։ Արտիստ, որի հետ կերազեի կամ ուզում եք խաղալ կամ թե բեմում, թե ինչ-որ մի ֆիլմում նկարահանվել։ Տարիներ առաջ Մոսկվայում Խաբյանսկին տեսա բեմում ու շատ կուզեի իր հետ աշխատել, հա։ Շատ տպավորված էի։ Անցել են տարիներ, բայց Լուրջ չի կա։ փոխվել։ Լուրջ Չի կա։ փոխվել, այդ ցանկությունը դեռ չի Ոչ փոխվել։ զանգում է, ոչ առաջարկում։ Խառն է, ոչինչ, Բայց մինչև ինքս ցավեստրին ինչ-որ մի բան։ Մարդ, որի հետ անկախ հեռավորությունից ու զբաղվածությունից ամեն օր շփվում եք։ Հա, իմ ընկերուհին ով ԱՄՆ-ում է ապրում, 10 տարվա ընկերուհին Նեման Շաբոյան դերասանուհի, անկախ ժամային գոտուց, անկախ զբաղվածությունից կա ժամ, որ վերջ արթնացել է նա, ես էլ իմ առօրյա գործեր արել եմ, պիտի շփվենք։ Իսկ ուր եք գնում, երբ ուզում եք կտրվել աշխարհից։ Մտնում եմ իմ սենյակ։ Վայ, փակվում եք սենյակում։ Հա, շատ եմ սիրում, հա։ Ինչ լավ մոտ տեղ եք գցել։ Թե չէ մենք տանջում ենք ես մարդու ինչ-որ։ Քաղաքից հեռու դուրս տեղ։ եմ, մտեք սենյակ։ Ինչ կասեիք 16 տարեկան Թամարային, որը նոր էր ոտք դնում արվեստի աշխարհ ու մեծ կյանք։ Որ ամեն ինչ այնքան փամփլիկ եւ գեղեցիկ չի, ինչպես որ ինքը պատկերացնում է։ Իսկ 16 տարեկանում Թամարան մտածում էր, որ ամեն ինչ փամփլիկ եւ գեղեցիկ է։ Հա, պատկերացնում էր։ Ոնց որ ցանկացած այդ տարիք երևի աղջնակ էլի։ Բայց հիմա Թամարա, ինչի փամփլիկ եւ գեղեցիկ չէ ամեն ինչ։ Հիմա էլ է գեղեցիկ, բայց այն պատկերացումները, որ մենք գալիս ենք, երբ որ մենք պատկերացնում ենք, որ ահա, հիմա ես կընդունվեմ թատերական ինստիտուտ, հաջորդ օրվանից ես կունենամ առաջարկներ, ես կփրկեմ հայ թատրոնը եւ մենք այդ գաղափարներով ենք, չէ՞ գալիս ի վերջո այս ասպարես։ Այդ գաղափարները պետք է միշտ մնան։ Միշտ պետք է Գաղափարները լինեն։ կան, բայց ճանապարհը այդքան հեշտ չի, ինչպես որ մենք պատկերացնում ենք այդ տարիքում։ Այսքանն էինք պատրաստել բլից հարցերի շարքում։ Իրականում շնորհակալություն անկեղծ ու անմիջական զրույցի համար։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում եւ բոլոր նպատակները, երազանքները, ծրագրերը, որպեսզի 26 թվականին եռապատկվելը արդեն այս տարի եղել է։ Քառապատկվի, հնգապատկվի, տասնապատկվի 26 թվականին։ Շնորհակալ։ Այո, իհարկե, եւ ազնիվ ճանապարհները երբեմն ոչ թե փամփլիկ են լինում, այլ խորթուբորտ եւ դժվարին։ Ձեզ ձեր ճանապարհներին մեծագույն հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալ եմ, նույն բարեմաղթանքները փոխադարձ։ Շնորհակալություն։ Ձեզ լավ օրվա շարունակություն։ Իսկ մենք երաժշտական փոքրիկ եւ հաճելի դադարից հետո կվերադառնանք ու կշարունակենք զրույցը։